Շեշտը ինձ թվում է դրված է լեղոզվածի վրա ավելի շատ շրթներքի եւ գույնի, անշուշտ։ Խոզի տարի կարմիր լղոզված շրթներք առաջինն են, որ աչքի են զարնում գեղեցկուհու երեսին նայելիս։ Արձակագիր Հովիկ Աֆյանի վերջին վեպը Խոզի տարին ընթերցողի սեղանին է։ Նախ ես եմ ծնվել Խոզի տարում, դա նախ եւ առաջ, եւ հետո ես ուզում եի իսկապես այդ 12 տարվա ցիկլը, պարբերականությունը, իրադարձությունների նույնությունը պատկերել ու պետք է ընտրեի որևէ կենթանի, որի տարին է։ Իդեալական համապատասխանեց Խոզը այն առումով, որ այս գրքում գլխավոր հերոսը կամ հերոսներից մեկը գլխավոր իրեն ինչ-ինչ պայմաններում սրտի անբավարարվածության պատճառով պետքա սրտի փոխպատվաստում անեն եւ գիտությունը գոնե միջև հիմա գիտի, որ մարդուն իդեալական համապատասխանում է հենց խոզի սիրտը։ Հետո գիրքը պատմում է, թե ինչ իրադարձություններ են եկել ու անցել հայերի ու Հայաստանի գլխով խորհրդանշական Խոզի տարում կամ դրանից անմիջապես առաջ ու հետո։ Պարզվում է, որ իսկապես այդ Խոզի տարի շատ կարևոր փուլ է եղել նաև մեր պետության կյանքում, 83 թվականը, 95 թվականը, 2007 թվականը, 2019 թվականը, սրանք կամ ինչ որ բանի նախորդող կամ ինչ որ բանի հաջորդող տարիներ են, եթե ուշադիր լինեք այդ թվականները, եւ այս առումով վերցնել այդ մեծ կառուցվածքը եւ գալ հասնել վերջնակետին, պարզվում է դրանց հիմքը դրվել է հեռավոր 83 թվականին։ Պատմվածքագիր Աֆյանի վարպետության աճի ամենալավ վկայությունն է Խոզի տարին, վստահեցնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Վեպի էջերի արանքում ընթերցողը զգալու է իրեն ներկա 80-ականների, 90-ականների, 2000-ականների Հայաստանում։ Մեր մասին է, մեր երկրի մասին է, սկսվում է իրադարձությունները 1983 թվականից, երբ սովետական Հայաստանի գոմերից մեկում ծնվում է Հուսիկ անունով մի տղա։ Հետո ինքը իհարկե դառնում է 12 տարեկան, 24 տարեկան, 36 տարեկան, ես դիտմամբ այդ 12 տարիները ասում եմ, զբաղվում է տների առքովաճառքով, հանկարծ ընտրվում է հանրապետության նախագահ։ Վավերագրության տարրեր կան վեպում, բառացի մեջբերումներ տարբեր ժամանակների թերթերից։ Այնուամենայնիվ հեղինակը վստահ է, գեղարվեստական գրականության նոր ներկայացուցիչ է Խոզի տարին, որով ինքը փորձել է հայ հասարակությանը հուզող բազմաթիվ հարցերին պատասխաններ գտնել։ Այ հիմա շատ խոսակցություններ կա, չէ՞, այս մարդուն ով բերեց եւ այլն։ Այս գրքից հետո գուցե այդ հարցը ավելի քիչ հնչի, որովհետև այս գրքում կա պատասխանի փորձ, թե այս մարդուն ով բերեց։ Գիրքը լիարժեք չէր լինի առանց Ծովինարի, Արցախի խաղաղության ու պատերազմի ականատեսի, ինչպես Հովիկն է սիրում ասել։ Նրանն է գրքի շապիկի լղոզված կարմիր շրթներքը, նրանն են վեպում տեղ գտած բազմաթիվ պատմությունները։ Իմ շատ լավ ընկեր Ծովինար Բարխուդարյանը մեծապես օգնել է այս գրքի կայացմանը։ Ես ամենայն անկեղծությամբ նրանից տեքստեր եմ նույնիսկ գողացել այս գրքի մեջ դնելու համար, իհարկե թույլտվությամբ։ Ես պատմություններ էի պատմում, ինքը լսում էր, հետո ինքը ականատեսի խմբագիրներ նաև։ Մի օր ինքը ինձ ասաց, որ գիրք է գրում, նոր գիրք, եւ հավանաբար այդ պատմություններից մի քանիսը կընդգրկվեն այդ գրքում։ Ես շատ ուրախացա անկեղծ, որովհետև այդ շարքը, որ մտածել էինք, նաև նրա համար էր, որ այդ պատմությունները մի օր ոչ միայն փաստագրություն լինեն, այլ նաև գեղարվեստական գրականություն լինեն, ինչ ոչ ֆիլմեր դառնան, եւ ես համոզված էի, որ իմ պատմությունները վստահելի ձեռքերում են։ Վստահելի ձեռքեր, որ պատմում են մարդու մասին հայտնված ցեխի ու գետի մեջ։ Մարդու մասին, որ խոզ չէ, բայց խոզի սրտով է ու ամենավտանգավորը կարողանում է հաղթել շարունակ կործանվող, բայց այդպես էլ չկործանվող Հայաստանում։ Իդեպ Հովիկն այսքանը գրել է առանց հայհոյելու։ Այս գրքում դուք եթե գտնեք հայհոյանք, ուրեմն ամոթ ինձ։ Լիլիթ Խալաթյան, Արփի Սուքյասյան, Նորայր Շարվաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։